Հետևորդներ, եկել ենք այսօր եգիպտացորենի դաշտ, եգիպտացորենի սիլոսի համար տուկեր են կապում, ուզում եմ ձեզ ցույց տալ տեխնիկաները եւ գործընթացը։ Հիմա հերթականությամբ ցույց կտամ նաեւ ամբողջ գործընթացը։ Դե ինչ, մնացեք մեզ հետ եւ հետևեք մեր տեսանյութերին։ Գնացինք։ Տեսեք սիրելի հետևորդներ, սա սիլոսի համար նախատեսված այսպես ասած խաղող մեքենան է։ Սա եգիպտացորեններն են, որոնք այս պահին խաղվում են։ Սովորական եգիպտացորեններն են, հատիկները մեջը։ Սովորական եգիպտացորեն են։ Խաղվում են սիրելի հետևորդներ, այսպես տեսեք, ամբողջությամբ խաղվում են եւ այստեղ կապվում են։ Սրա կապերը սովորական կապերի նման չեն։ Գնանք առաջ տեսնենք, պարզապես մենք մոտեցանք այն պահին, որ տեխնիկան անսարքություն ուներ, այս պահին նորոգման աշխատանքներ են անում։ Տեսեք, այսպիսի մեծ, եթե տուկ կարելի ասել, ապա տուկեր են ստանում, ու հետո սրանք արդեն գնում են վաճառքի։ Տեսեք, սա մեծ տեխնիկան է, հիմա փորձում են նորոգել։ Առաջին անգամ եմ տեսնում ինչպես են սարքում, պտտում են, տեսնում եք սիրելի հետևորդներ, սարքի վրա կա շրջանաձև մեծ, այսպես ասած դիսկեր, դրանց միջոցով պտտվում է եւ ստանում են իրենց ասած այդ տուկ կոչվածը։ Բոլոր տեխնիկաները միասին են աշխատում։ Տեսեք սիրելի հետևորդներ, սրանք սիլոսի համար նախատեսված տեխնիկաներն են եւ ամբողջ եգիպտացորենի դաշտը։ Հիմա ձեզ մոտավորապես ցույց տամ, գետնի վրա ունենք մի քիչ մնացած այդ աղացած եգիպտացորենից, որպեսզի հասկանաք, տեսեք, մոտավորապես այս տիպի բան է ստանում։ Մանր աղում են եւ սա գնում է արդեն անասնակեր։ Բարես են ավազի հանքի մոտինն է, այն 3 հեկտար, բայց լավ չորացել են,
Կարելի է տարել է երկրորդը։ Պետք է համատարած մի բոյա կենում ես։ Գոտկա տեղից էլի ամերա մի քիչ ցածր։ Էսի ստանդարտ մի բոյա կարեն։ Այս բոյա հենց համատարած Ռաֆայինը բայց թալա մի 5 հեկտարի չափ մեջը տեղ կա որ շորոն է ինչա չգիտեմ։